շատ խառը պատմություն է միջին արևելքը։ Բոլորը բոլորի դեմ են, այն որ ասում շունը տիրոջը չի ճանաչում, ով դաշնակիցն է։ Մի կողմից տեսեք, Թուրքիան աջակցում է Պակիստանին, Պակիստանը հնդկական այս առճակատման մեջ։ Նույնիսկ ուղիղ հայտարարում են դրա մասին։ Դե պատահական չի, իրենք լավ սերտ երրյակում են, չէ՞, Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան։ Բայց մյուս կողմից Պակիստանը խնդիրներ ունի Աֆղանստանի հետ։ Այնպես չի, որ Աֆղանստանը լրիվ Պակիստանի հետ է։ Եվ այստեղ Աֆղանստան-Հնդկաստան համագործակցության եզրեր են բացվում։ Հաշվի առնելով նաև Աֆղանստան ինչ հսկայական արսենալ է կուտակել ամերիկացիներից, որ թողեցին ամերիկացիները գնացին 80 միլիարդ դոլարի զենք զինամթերք են թողել Աֆղանստանը։ Երրորդ կողմը Միջին Ասիան մտածում են, որ այդ հրդեհը կարող է նաև անցնել այնտեղ, որտեղ Աֆղանստանում տարբեր ուժեր կան իրար դեմ պայքարող նաև, ինչքան էլ որ հիմա թալիբները այդ հակասությունները մեղմել են, բայց դա էլ մի օր ինչ որ հարցով կարող է պայթել, այդ թվում Պակիստանի հարաբերությունների հարցը կարող է դառնա դրա անկյունակարը։ Այնտեղ կան ուզբեկական ազդեցության խմբեր, բավականին ուժեղ, տաջիկական, որ ամենաուժեղն են, նո էլ պուշտուներ չեմ ասում, որոնք որ գլխավորն են այնտեղ, հա։ Եվ չգիտես այնտեղ ոնց կդասավորվի, հա, այդ ամեն ինչը։ Որտեղ մենք ենք, ամբողջ խնդիրը այդ նույնն է։ Մենք այդտեղ գործ չունենք, դրա համար եմ ասում։ Մենք այդտեղ ընդհանրապես գործ չունենք եւ գոնե լավը սարեցրել ենք, չենք մասնակցում ոչ մի բանի, հա։ Բայց պետք է դուրս գալ, ընդհանրապես պետք է դուրս գալ։ Կարծում եմ մեր որոշ հակաիշխանական դեմքեր իրականությունը իրենց ցանկալի հետ չեն կարողանում համատեղել։ Իրենք գուցե շատ ցանկանում են, որ Հայաստանը լարվի իր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, որպեսզի էլի գցեն մեծ Ռուսաստանի գիրկը։ Բայց ես ավելի շատ հակված եմ հավատալ Միացյալ Նահանգների իշխանությունների խոսնակներին, այլ ոչ թե այստեղի ինչ որ տարբեր իրենց վերլուծաբան հռչակած անձանց։ Հիմա տեսեք, Միացյալ Նահանգների նախագահը ուղերձում ցեղասպանության օրվա հետ կապակցությամբ հստակ ասում է, որ մենք խորացնելու ենք, շահագրգռված ենք, սպասում ենք զարգացմանը այն ռազմավարական գործընկերության համաձայնագրի խարտիայի, որը ստորագրել ենք։ Ընդ որում ստորագրել են Բայդենի օրոք։ Դա էլ ձեզ շախումատ այն մարդկանց, որոնք ասում են, հե սա գալու է չեղարկի այդ բանի տեղ չեն դնելու, նա Բայդենի ասածները ինչ պետք է ընդունի։ Բայց պարզվեց, որ Միացյալ Նահանգները ամեն դեպքում կան խորքային շահեր, որը որ Թրամփի ադմինիստրացիան շարունակում է հետևել։ Միջուկային համագործակցության, միջուկային կայանների համագործակցության մենք մտարենք արդեն հաջորդ փուլ ավելի բարձր մակարդակով, ավելի կոնկրետ խորքային քննարկվում է կոնկրետ դետալներ արդեն այդ միջուկային ռեակտորների Հայաստանում կառուցելու, հա։ Ասենք ինչով է արտահայտվում այդ լարվածությունը, ես տենց չեմ հասկանում, էլի։ Միակ բացասական բանը ասում եմ, որ այդ ընդհանրացումը, որ արվեց Ռուբիոյի կարծեմ, չէ, Ջիջի Վենսներ կարծեմ ասաց, որ մենք հիմա այդ միջնորդություններ էլ ստենդը չենք վազելու, դա կարող է ուղղակի անուղղակիորեն ազդել, որ ադրբեջանցիները Ալիևը ասին, հա լավ, այլ քիթները չեն խոթի մեր խնդրի մեջ, բայց էլի չեմ կարծում, դա ավելի շատ ուղղված էր հենց կոնկրետ Ուկրաինա-Ռուսաստանի հարցին։ Բացի այդ հեռախոսազանգերի միջոցով են նրանք ակտիվ աշխատում։ Բացի այդ իրենք 1 տրիլիոնից ավել բյուջե են պահանջել, Թրամփը առաջարկել է կոնգրեսին 1 տրիլիոնից ավելին հասցնել ռազմական ծախսերը 13%-ով ավելացնել ռազմական ծախսերը, դուք պատկերացնում եք, այսինքն դա մի երկիր, որը որ ոչ միտեղ չի պատրաստվում ոչ մի միջնորդություն անել եւ ռազմական որևէ միջամտություն անել, ինչի է այդ աշճանի զարգացնում, չնայած բարձրանդ Չինաստանի խնդիր կա եւ վերջապես նույն Միացյալ Նահանգները պետք է հատկապես նաեւ համեմատի, չէ, մեր քաղաքականությունը արտաքին մեր հարևանների քաղաքականության հետ եւ Ադրբեջանի հետ հակադարձ համեմատական պետք է լինի, չէ՞, նաեւ իրենց վերաբերմունքը Հայաստանին։ Երբ որ Ադրբեջանը գնում է Ալիևի մակարդակով պետական այցի անում Չինաստան, ռազմավարական գործընկերության պայմանագիր են ստորագրում, տասնյակից ավել պայմանագրեր են ստորագրում խորացնելու, ուրեմն դա չի մտահոգելու ամերիկացիներին։ Դրանի հակառակ դա Հայաստանը չեն ուզացնելու, չեն ուզանալու խորացնել հարաբերությունները, որը որ ոչ միայն Չինաստանի հետ նման պայմանագիր չունի, այլ իրենց հետ ունի եւ իրենց հետ պատրաստ է խորացնել, երբ որ իրենց զորքերն են այսօր մասնակցում հայ-ամերիկյան զինավարություններին Հայաստանի տարածքում։ Հասկանում եք, մենք միակ երկիրն ենք տարածաշրջանում, որ Թուրքիան չհաշված, որ ՆԱՏՕ-ի անդամ է, որը այդպես պրո-ամերիկյան է ի տարբերություն մնացածին, որոնք նաև Չինաստանի հետ են խորացնում, օրինակ Վրաստանը երկուսի հետ էլ ունի խարտիա գործընկերության, բայց Ադրբեջանը միայն Չինաստանի հետ ունի, Միացյալ Նահանգները չունի։ Այսինքն մենք այստեղ էլ ենք շահեկան դիրքում Միացյալ Նահանգների տեսակետից։ Չեմ հասկանում, ինչու՞մ է այդ լարվածությունը արտահայտվում։ Բոլոր պետությունները պարտք վերցնում են սպասարկելու համար իրենց բացասական սալդոն, հա, բյուջեի դեֆիցիտը ավելի շուտ։ Ուրեմն տեսեք, բացարձակ թվերը պարտքի ոչինչ չեն ասում։
ասում են դրանց հարաբերակցությունը համախառն ներքին արդյունքի հետ։ Մեր համախառն ներքին արդյունքը ավելի քան կրկնապատկվել է, հա, եթե չեմ սխալվում, 18 թվականի համեմատ։ Եվ այս պայմաններում տոկոսային առումով, եթե երեկ թե այսօր էր ֆինանսների նախարարը ասում էր, որ նույնիսկ մի քիչ նվազել է տոկոսային առումով այս տարի, գոնե առաջին եռամսյակում այս տարվա, ուրեմն պարտքի մասնաբաժինը համախառն ներքին արդյունքի մեջ։ Ինչ է դա նշանակում։ Երկրորդը նաև շատ կարևոր է արտաքին պարտքի եւ ներքին պարտքի հարաբերակցությունը, որը մեր մոտ բավականին շահեկան է, որտեվ շատ երկրներ, այն էլ մեր վիճակում գտնվող, զարգացող կամ մի քիչ ավելի մեր վիճակում այսպես միջին տիպի երկրները ավելի շատ արտաքին պարտք են անում, որտեվ ներքին ռեսուրսներ չունեն եւ այդքան վստահություն չունեն սեփական բնակչության մոտ, որ բնակչությունը պարտք տա իրենց։ Իսկ այդ պարտքը ոնց են տալիս, պարտատոմսեր են գնում պետական, հա։ Բայց քանի որ Հայաստանում դրամը կայուն է եղել այս ամբողջ ընթացքում, ավելին արժևորվել է դոլարի հանդեպ 22 թվականին 25%-ով արժևորվեց, 25%-ով, պատկերացնում եք, բոլոր նրանք, ովքեր ես դրա մասին մի անգամ խոսել եմ արդեն, մի տեսակ նաև գովազդ դարձավ մեր պետական պարտատոմսերի, բայց ես միայն ուրախ եմ, ինչքան մեր բնակչությունը ավելի շատ պարտք տա մեր պետությանը, այնքան մեր պետությունը պարտք կլինի սեփական բնակչությանը եւ այդ տոկոսները, որ տալիս է Նաև սեփական բնակչությանը կտա, որ սեփական բնակչությունը հարստանա, չէ՞, իսկ բարձր տոկոսները, հա, 9-10% պետական պարտատոմսերը որ տալիս է, իսկ արտաքին պարտքը ավելի էժան է բնականաբար, բայց խնդիր չկա, ավելի էժան է, որտեղ ինքը դոլարով է, եվրոյով է, հա, արտարժույթով է։ 7.5%, եթե չեմ սխալվում, այս վերջինը, չնայած ահագին թանկացել է։ Նախորդը եվրոբոնդերը, որ մենք գնեցինք, 5 ու քանի տոկոս էր, իսկ առաջին ընդհանրապես ավելի էժան էր, 4-4.5% էր։ Դե թանկանում են, ընդհանրապես շուկայում է թանկանում, հիմա անկայուն վիճակ է նաև եւ այլն, բայց նույնիսկ այդ պարտքը իմաստունի վերցնել, տեսեք, նույնիսկ եթե այդ պարտքը ուրիշ բանել չանեն, վերաֆինանսավորեն, մեր բանկային համակարգին տան, այդ բանկային համակարգն էլ բիզնեսներին տա, մենք այսօր բիզնեսները 15-20%-ով պարտք են վերցնում, վարկ են վերցնում, չէ՞։ Ավելի լավ չի, ավելի էժան վերցնեն։ Եթե 7.5%-ը հնարավոր է վաղը 10-11-12%-ով հիպոթեկային վարկեր տալ, բիզնեսներին տալ, սպառողական վարկեր տալ, շուկան աշխուժացնել, Բայց ես ներկայացրեցի, որ 18 թվականի համեմատ ահագին բարձրացել է, գրեթե կրկնապատկվել է, եթե ոչ ավելին։ Դուք տեսել եք, որ դա այդպես ծախսվի, ինչպես դուք եք ներկայացնում։ Նու հիմնականում նաև այլ ծախսեր է անում, մենակ պետությունը ռազմական ծախսեր է անում։ Բայց ռազմական հսկայական բեռը, որ մեր վրա հիմա այդ մրցակցությունը Ադրբեջանի պես հարուստ պետության հետ մենք մտել ենք այդ մրցակցության մեջ, բայց պետք է հաշվի առնենք, որ այո, այդ ծանր բեռը մեր վրա պետք է ինչ-որ ձևով արտացոլվի։ Եվ վերջո պարտքի սպասարկման խնդիր կա։ Պարտքի կառուցվածք կա։ Տեսեք, Ռուսաստանից մենք 500 միլիոնանոց շատ վատ պայմաններով պարտք ունենք նախորդ իշխանություններից մնացած։ Դա փոխվեց այդ եվրոբոնդերի շնորհիվ, որովհետև եվրոբոնդերը շատ ավելի լավ պայմաններով են, շատ ավելի էժան են, եւ եթե մեր վարկը, միջազգային ֆինանսական վարկը ավելի բարելավի, մենք վաղ ավելի էժան տոկոսներով պարտ կարող ենք վերցնել միջազգային նաև հիմնադրամներից, որովհետև մի բան է եվրոբոնդերը, որը 7.5%-ով ենք վերցնում, հա։ Մի բան է համաշխարհային բանկից, ուրեմն միջազգային արժութային հիմնադրամից վերցվող պարտքերը, որոնք որ շատ ավելի էժան են բնականաբար, շատ ավելի բարենպաստ պայմաններ են, բայց տրվում են կոնկրետ ծրագրերի համար, հա։ Հիմնականում, չնայած կառուցվածքային վարկեր, եթե չեմ սխալվում, սակերը էլի կար այդ միջազգային կառույցներից։ Ինչևէ, ուզում եմ ասեմ, որ պետք չի այդպես շատ վախենալ պարտքերից։ Կարևորը որ դրանք լինեն կառավարելի, կառուցվածքը լինի լավը, տոկոսադրույթները լինեն էժան եւ համախառն ներքին արդյունքի համեմատ ինքը նվազի, ոչ թե աճի։ Ցանկալի է, որ նվազի, բայց նույնիսկ եթե աճի, մենք մեր մոտ այնպիսի հարաբերակցություն չի, որ դա մտահոգիչ լինի։ Միացյալ Նահանգները 130% է համարյա 37 տրիլիոնի պարտք ունի։ Պատկերացնում եք, 37 տրիլիոնի Գերմանիա եւ այլն երկրներ կան, որոնք որ շատ հսկայական, մեզանից շատ ավելի մեծ իրենց համախառն ներքին արդյունքի համեմատ պարտքեր ունեն։ Ես չեմ ասում, որ պարտքը լավ բան է, որտեվ այդ վերջ-վերջո նրանց սպասարկումը ծանր բեռով նստում է պետության վրա եւ ելի եմ ասում, լավ կլինի, որ այդ պարտքը բնակչությունը տա, որ այդ սպասարկումն էլ փողը տնում մնա, տանը մնա, կոպիտ ասած, ընտանիքում մնա, հա, այդ պարտքը, որ բնակչությունը տալիս է, դրա տոկոսադրույթներն է գնա բնակչությանը հարստացնի։ Բայց եթե ուրիշ տարբերակ չկա եւ դրսից նաեւ պարտքեր վերցնելու
ստիպված ենք վերցնել, լավ կլինի գոնե դրանք օրինակ եթե ռազմական ծախսերի վրա է գնում, գնա ռազմարտունաբերության զարգացման վրա, որպեսզի մենք ներսում թողենք նաև այդ ծախսերը, ոչ թե հետո դրսից զենք գնենք եւ այդ փողը մեծ տոկոսներով ըստ էության, որտեղ ավելացած արժեքը ռազմական արտադրության մեջ շատ մեծ է։ Կարող է, ասենք, նույն X երկրի վրա լավ որևէ երկրի ինչ-որ վիրավորեն, X երկրի վրա նստել 1 միավոր որևէ զենքը, մեր վրա վաճառի 3 միավորով, կամ գոնե թեկուզ 2 միավորով։ Ինչի՞ եթե մենք կարող ենք մեր ռազմական արդյունաբերությունը զարգացնել, դրա համար պետք է ԳՀՊԿ-ն զարգացնել, գիտահետազոտական եւ փորձարարական աշխատանքները եւ փորձարարական կոնստրուկտորական աշխատանքները, որը մեր մոտ կաղում է։ Այդքան 100 միլիոնների հասցրեցինք ուրեմն ռազմական ծախսերը մեր ռազմարտունաբերության ներողություն ծախսերը, բայց այդ հիմնականում գնում է գնումների վրա, բայց ԳՀՊԿ-ի վրա, որը միակ հեռանկարն է սեփական ռազմարտունաբերություն զարգացնելու, ոչ մի կերպ օրենսդրության վատը լինելու պատճառով, կարգավորումների վատը լինելու պատճառով, այդպես էլ առաջ չի գնում այդ հարցը, որ զարգացվի ԳՀՊԿ-ն եւ ոչ միայն ռազմարտունաբերական ոլորտում, գիտության մեջ ընդհանրապես գիտության վրա ծախսերը պետք է շեշտակի ավելացվեն։ 3% է հասնում գիտության վրա ծախսերը Իսրայելում։ Համախառն ներքին արդյունքի համեմատ եմ ասում։ Հասկանում եք, մեր մոտ 1%-ին էլ չի հասնում։ 0.75 էր, հիմա գոնե մի քիչ բարձրացրեցին, բայց չի կարելի այդքան ցածր տոկոսով դու գիտություն չես կարող զարգացնել։ Գիտությունը զարգացնելու միակ տարբերակն է, որ 3%-ի հասնես։ 1%, 1.5%-ով դու կարող ես ընդհանրապես եղած վիճակում պահես գիտությունը, որ չոչնչանա։ Մեր մոտ 20 տարի ոչնչանում էր։ Դրա համար այդքան հետ ենք ընկել գիտական ասպարեզում։ Այդ ամբողջը կապ ունի մեր պարտքերի հետ, մեր տնտեսական զարգացման հետ եւ մնացած հարցերի հետ։